Սեփ բանակի ու ժողովրդի միջև թե այս երկուսի հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի շուրջ աղմուկը խորհրդարանի դահլիճից դուրս է եկել հանրային բանավեճի դաշտ։ Եթե կասկածի տեղիք է տալիս օրենքի ընդունման պահը, չգիտեմ, մի ստորակետ անգամ, մանավանդ խոսքը այսպիսի բարդ օրենքի մասին է, բերեք հետաձգեք։ Մահակ բնորոշման հետ օրինագծի կողմնակիցները համաձայն չեն։ Հանրապետական падգամավոր Արտակ Դավթյանն ասում է, օրինագիծն ուղղված չէ հանրության դեմ։ Հասարակությանը ուղղված չէ։ Այս մթնոլորտը կարծում եմ, որ ել ավելի պիտի բարելավվի, որը որ մեզ կմոտեցնի իրականում համապետական ընտրությունները բավականին լավ մակարդակով անցկացնելուն։ Բանակի առաքելությունը ժողովրդին պաշտպանելն է, ասում է Դավթյանը, այն ապահովելու է երկրի նաև ներքին անվտանգությունը։ Ինչու հենց հիմա, հարցնում է ազատ դեմոկրատ Ալեքսանդր Արզումանյանը։ Նրա կարծիքով օրինագիծը ժամանակավրեպ է և հակասահմանադրական։ Այդ մասին, որ օրինագիծը հակասում է սահմանադրությանը, խոսում են նաև իշխող կուսակցության կարգառուն ներկայացուցիչներից մի քանիսը։ Հակասահմանադրական որևէ գործողության հնարավորություն օրինագիծը չի տալիս, կարծում է հանրապետական Մկրտիչ Մինասյանը։ Վկայակոչում է համաշխարհային փորձը։ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձերը կանխում են բոլոր միջոցներով։ Հակասահմանադրական որևէ իմ կարծիքով չկա։ Եթե որևէ կետ կա, այդ միշտ հնարավոր է շտկել։ Նախ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ թող հստակեցվի, իսկ եթե ոչ, կարող են ընդամենը 27 падգամավորներով դիմել սահմանադրական դատարան։ Այն ուժերին, որոնք նախընտրում են իշխանությունների հետ դաշինքով գնալ ընտրությունների, հանրապետականը ողջունում է։ Փոքր կուսակցությունները սատարելով իշխող կուսակցությանը կկանխեն ձայների փոշիացումը, արդյունքում ավելի արդյունավետ կմասնակցեն քաղաքական գործընթացներին։ Անկախ նրանից, մենք որևէ ինչ-որ մի կերպ համագործակցության ֆորմատով ընտրություններին մենք հանրապետական հետ կմասնակցենք, թե ոչ, դրանից անկախ Քրիստոնեա-դեմոկրատական միության վերաբերմունքը ու սատար կանգնել հանրապետական կուսակցություն չի փոխվելու։ Ցանկացած կուսակցության նպատակն է օգտակար լինել հանրությանը։ Դա կարելի է անել միայն իշխանության մեջ լինելով, ասում է Խոսրով Հարությունյանը։ Արտակ Դավթյանը հիշեցնում է, որ դաշինքով ներկայանում է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։ Միայն ՀԱԿ-ը քաղաքական 18 ուժերի միավորում է։ Այնպես, որ քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը պետք է լինեն անցնցում ընտրությունները։